որովհետև երբ որ չես արժանանում, բայց այդպես մի ամից ստացվում է, որ դու հայտնի ես դառնում, դա ժամանակավոր թիթեռի կյանք է լինում։ Մայրիկի կարիքը միշտ են զգում, անկախ նրանից փոքրիկ ես թե մեծ ես, եւ անկախ նրանից կա մայրիկը թե չկա։ Երկուսիս ճանապարհը միշտ էլ անկախ է եղել, մենք իրար բայց կարողացել ենք օգնել, թեվութիկունք լինել եւ ոչ միայն եղբորս, շատ շատերին իմ գոլեգաներից, մեր գոլեգաներից մենք օգնել ենք նախ ինք իր տեսակով շատ լավ, բայց շատ վատ հիվանդություն է։ Ընդունված են մի քանի գործիքավորողներ, ասենք մի 5 գործիքավորող, միայն նրանք են ընդունված։ Այդ հատվածը դատարկ է, մի քիչ գույնով մեկը երևում է անպայման կճանաչվի, որտեղ սաղ իրար են նման։ Ողջույն հարգելի Արմլուր լրատվականի հետևորդներ։ Այսօր Արմլուրի տաղավարում հյուր է դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանը։ Արմինեի հետ այսօր զրուցելու ենք կանանց տոների, կանանց ուժի եւ նրա անցած ճանապարհի մասին։ Ողջույն Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ողջույն, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Արմինե, արդեն գարուն է եւ շուտով կանանց մեկամսյակն է։ Այ ինչ սպասումներ ունեք գարնանից եւ եթե տոնելու եք կանանց մեկամսյակը, ինչպես եք տոնելու։ Այո, արդեն գարուն է, շատ սիրելի տոն է մոտենում, այնպես է ստացվել, որ մեր մասնագիտության պատճառով, ոչ թե վատ իմաստով, այլ լավ իմաստով, մենք միշտ բոլոր տոները տոնում ենք բեմում, աշխատանքի հետ կապված, երգում ենք, ուրախանում ենք, ուրախացնում ենք հանդիսատեսին, այդպես ենք տոնում ենք տոները։ Մարտի 8-ը նաև շատ մայրիկների մասին է, եւ մեկ անգամ դուք ձեր հարցազրույցներում նշել եք, որ ձեր մայրիկը ձեր երկնային հրեշտակն է։ Ես կխնդրեմ ինձ ասել, դաստիարակության ինչ մոտեցում կար ձեր մայրիկից, որ այսօր դուք դարձել եք այն ինչ եք, եւ հիմա ամենաշատը երբ եք զգում ձեր մայրիկի կարիքը։ Մայրիկի կարիքը միշտ են զգում, անկախ նրանից փոքրիկ ես թե մեծ ես, եւ անկախ նրանից կա մայրիկը թե չկա, իսկ դաստիարակության առումով այսօր ես ինձնից ինչ որ ներկայացնում եմ ամբողջությամբ, դա գալիս է իմ մայրիկիս դաստիարակությունից։ Բարություն, քաջություն, հավատք եւ պարզապես ապրել, նկատել գեղեցիկը։ Ես գիտեմ, որ դուք եւ ձեր եղբայրը միասին շատ դժվար ճանապարհ եք անցել, բայց կուզեմ շատ գնանք ձեր մանկություն։ Մի փոքր ինձ կպատմեք, այ ինչպիսի քույր ու եղբայր եք եղել եւ ինչպես ստացվեց, որ երկուսդ էլ դարձաք մեդիա դեմք, օգնեցիք միմյանց, կամ որքանով էր ձեր տարբերությունը ոլորտում, ինչպես որոշեցիք, երկուսով որոշեցիք, թե առանձին ստացվեց։ Մենք երկուսով որոշել այդպես չի եղել, ես 1 տարով մեծ եմ իմ եղբորից, հորաքույրը դերասանուհի էր, Սեդա Գրիգորյան, թատրոնի դերասանուհի, եւ մենք կուլիսներում ենք մեծացել եւ անկախ ամեն ինչից, անկախ թատրոնի դերասանուհի հորքուրիս փաստից, մենք ուղղակի անընդհատ արվեստում էինք։ Սովետական ժամանակ կային խմբակներ, կրուժոկներ այդպես կոչվում են, ինչքան արվեստի խմբակներ կար, մենք բոլորը հաճախում էինք, բոլորը այդ խմբակները, երգի, տեխնիկային թատրոն, խոր, երգչախմբային ընկերություն եւ շատ տեսակի արվեստի եւ արվեստից դուրս նաեւ խմբակների էինք հաճախում։ Եվ այնպես ստացվել, որ մեր կյանքը առանց ոչ մի պատկերացումի, այսինքն ուրիշ ոլորտ չենք էլ կարող պատկերացնել, անկախ մեզանից ստացվեց, ես սկզբից ավարտեցի դպրոցի, եկա Սունդուկյան թատրոնի ստուդիան ընդունվեցի, հետո Սամվելի ընդունվեց, ու այդպես կամաց մեր ճանապարհը մեզ բերեց այնտեղ, որտեղ հիմա գտնվում ենք։ Իսկ ձեզ համար որպես քույր երբևէ եղել է անհանգստություն, որ նա վերցնում է պատասխանատվություն նաև օրինակ ձեզ համար, թե ավելի անկախ է եղել երկուսիդ ճանապարհը։ Երկուսիս ճանապարհը միշտ էլ անկախ է եղել, մենք իրար բայց կարողացել ենք օգնել, թեվութիկունք լինել եւ ոչ միայն եղբորս, շատ շատերին իմ գոլեգաներից, մեր գոլեգաներից մենք օգնել ենք, պարտադիր չլինի իմ եղբայրը, որ օգնեմ, կողքը կանգնեմ եւ կամ ես նրա քույրը, ես էլ եղբայրս էլ հնարավորին չափ շատ կանգնել ենք կողքը մեր գոլեգաների, ընկերների փոքրիկ քայլերով թեկուզ։ Դուք դերասանուհի եք, որը երգեց։ Սա ձեզ համար որոշում էր, թե այդպես ստացվեց ձեզ մոտ պարզապես, եւ արդյոք բեմը չեք կարոտում, որովհետեւ դերասանուհու համար շատ դժվար է փոխել լրիվ որոշումը եւ դառնալ օրինակ երգչուհի։
Գիտեք, կարևորը բեմում լինելն է, բեմի մարդ լինելը, բեմից չեմ հեռացել, երկչույի լինելով հանդերձ, պարզապես անհատական ձևակերպով եմ ներկայանում բեմում, որպես երկչույի, իսկ թատրոններում ես երկար ժամանակ աշխատել եմ, թատրոնից հետո ցանկություն կար երգելու, որտեղ ես փոքր ժամանակվանից ասացի, երգում էի, եւ բոլորը ինձ ասում էին երգի, ես էլ ասեցի, դե լավ, ոնց ասեք։ Երկեցի, այսպես ստացվեց, դա մնացի որպես երգչուհի, բայց թատրոնը իհարկե շատ մեծ ուրիշ աշխարհ է ինձ համար, ոչ միայն ինձ համար, թատրոնի մարդիկ կհասկանան ինչ եմ ասում։ Պարզապես ոնց որ ժամանակավոր թատրոնի բեմում չեմ, բայց բեմ արվեստում եմ։ Լինելով թատրոնի մարդ, ես ձեզ շատ լավ հասկանում եմ։ Կա այսօր մի թատրոն, որտեղ դուք կուզենայիք խաղալ նորից, կամ ինչ կերպարով կուզենայիք վերադառնալ թատրոն։ Ճիշտն ասած, ես քանի որ երկար ժամանակի թատրոններում չեմ աշխատում, հաճախում եմ ինչ-որ թատրոններ, բայց չեմ կարող ասել տվյալ թատրոնում կուզենամ խաղամ, կան դերեր, որոնք կուզենայի խաղալ, բայց այսպես բարձր չասեմ, որովհետև քանի ես այս ոլորտում եմ, բեմ արվեստ, երգարվեստի ոլորտում եմ, ավելի շատ այդտեղ եմ եւ ժամանակ չունեմ, բայց կյանքը այնպեսի բան է, կարող է մի օր այնպես ստացվի, որ թատրոնում էլ հայտնվեմ նորից, բայց որ ներկայացման մեջ ռեժիսորական աշխատանքի շուրջ չեմ կարող ասել, որովհետեւ ավելի շատ մտածում եմ իմ մոնո ներկայացման մասին, որը Աստված առաջ շատ նիզագարամի, այսպես ասած, սարերի ետևում չէ, ոնց էլ չլինի, մոտակա ժամանակները պիտի դա էլ լինի, այնպես որ ավելի շատ տրամադրված եմ այդ կողմի վրա։ Այ հենց մոնո ներկայացման մասին ձեր երգերը հենց մոնո ներկայացումներ են, եւ դուք իսկապես ձեր տեսակը կերտել եւ կառուցել եք։ Ինձ համար շատ կարևոր է հարցնել ձեզ, արդեն երրորդ սերունդն է, որ լսում է ձեր երգերը, հիմա էլ սոցցանցերում է դա շատ տարածված։ Ինչ հույզեր ունեք, երբ տեսնում եք, որ երրորդ սերունդն է, որ ճանաչում է ձեզ, լսում է ձեր երգերը։ Շատ ուրախանում եմ եւ իսկապես հպարտություն է յուրաքանչյուր արտիստի համար, երբ որ տեսնում են երիտասարդները իր երգերը երգում են, հատկապես ոճային փոփոխությամբ, ինձ համար նույնպես շատ հաճելի է, պարզապես շատ հաճելի է։ Ձեր երգերից միշտ դրական էմոցիաներ են գալիս, դուք ոչ մի տխուր երգ չունեք։ Այո։ Սա ձեր աշխարհայացքն է, սա ընտրություն է, թե ցավից գուցե խուսափելու որևէ տարբերակ կամ պայքարի որևէ ձև։ Գուցե եւ նախավերջի տարբերակը, որովհետեւ ամենայն դեպս ես ինչ չեմ հիշում երբևիցե, որ ցանկություն ամ տխուր երգ երգեմ։ Տխրությունը առանց էտել այնքան շատ է մեր կյանքում։ Այսպես նայում են կյանքում ինչքան բաներ կա, իսկ ես հնարավոր ինչա փորձել եմ պարզապես ուրախություն մատուցեմ մարդկանց, ուրախություն տալ, փոխանցել։ Իսկ երբ որ ես երգում եմ, քանի որ իմ երգերը ուրախ են, հումորային են եւ ինձ համար շատ հաճելի է, երբ որ տեսնում ես մարդիկ ժպիտով են նայում քեզ, ուրախությամբ ապրում են, լավ են զգում եւ վերջին հաշվով ուրախություն փոխանցելը դա Աստծո պարգև է։ Պարզապես ուրախություն փոխանցես, առանց այդ էլ ասում եմ, մեզ մոտ այնքան կա տխրություն, դժվարություններ, կենցաղ, այսօրվա աշխարհը տեսնում ենք ինչպիսին է։ Մի փոքրիկ կաթիլ իմ կողմից գոնե ուրախություն փոխանցելը դա վատ բան չէ։ Տիկին Գրիգորյան, դուք այնքան ուժեղ եք, կնոջ այնպիսի ուժ կա ձեր ներսում, ինչ ուժ է դա եւ երբևէ եղել է որ կոտրվեք կամ ինչպես եք հավաքվում, երբ կոտրվում եք։ Ճիշտ ասած, ինձ միշտ ասում են, որ ես ուժեղ եմ, ես ինքս դա տենց առանձնապես չեմ վստահ չեմ, որ ուժեղ եմ, բայց որ ասում եք, լավ, թող այդպես էլ լինի։ Չգիտեմ, ապրում եմ, երևի այսքան դիմացել եմ ամեն ինչին, երևի ուժեղ եմ։ Երևի թե ուժեղ եմ, բայց ինչ որ ասեմ կոտրվել, որ կոտրվել եմ, իհարկե մարդ ենք, բոլորս էլ կարող են կոտրվել, հետո վերականգնվել։ Կոտրվել կարող են բոլորը, բայց վերականգնվելն է դժվար։ Իսկ ուժեղ մարդը երևի թե համարվում է այն, որ կարողանում է կոտրվելուց հետո վերականգնվել։ Ոչ թե կոտրվում ես այդպես բան։ Ուղղակի ժամանակավոր գուցե ինչ որ տեսակի մեջ հոգնում ես։ Հետո վերականգնվում ես, որովհետև ներսդ, երբ որ կա ինչ որ ասելիք, դու ուզած վերականգնվում ես եւ ցկտում ես նորից փոխանցել լույս մարդկանց։
Շատ հաճախ եք նշել, որ դժվար է լինել հայտնի եւ չկուրանալ հայտնիության մեջ։ Ձեր խոսքն է մեջքի վրա շուրջ չգնալ եւ հայտնի եք։ Այ որքան է հայտնիությունը այսօր անհանգստացնում ձեզ, խանգարում ձեր ազատ կյանքին։ Կա նման բան, թե վայելում եք հիմա այն ճանաչումը, որն ունեք։ Միշտ էլ խանգարել է նաեւ, բայց չի կարելի ասել այդպես, պետք է ասել վայելել է միշտ, որովհետեւ այնքան վայելքներ կա դրա մեջ, Փառք Աստծո, դու ասենք 100-ից մեկն ես, մի հատն ես, որ առանձնանում ես եւ օրվա շատ տարբեր հարցերում դու իսկապես քո մոտ ամեն ինչ ավելի լավ է լինում, որովհետեւ դու հայտնի ես։ Եվ կա դրա հակառակ կողմը, այսպես ասեմ, որը կենցաղում կան դժվարություններ, էլեմենտար շատ մանրուքներ կա, որը երբ որ հայտնի ես շատ ավելի թեթև ես ապրում, հանգիստ ես ապրում, բայց երբ որ հայտնի ես դժվարություններ է, բայց դե որ այսպես դնում ես նժարի վրա, բնականաբար մեծ Աստծո տված պարգև է հայտնի լինելը։ Իսկ այ երիտասարդ տարիքում, երբ ձերը ասել եմ, մեկ օրում դուք դարձել եք հայտնի, այդ ինչ փոփոխություն էր։ Հաճելի էր, դժվար էր։ Շատ հաճելի էր, բայց շատ դժվար էր, հատկապես սկզբնական ժամանակներում, երբ որ դու սովոր չես, դու սովոր ես ապրել, քո համար նորմալ արտանաս։ Դուրս գաս քաղաք, խանութ, ասենք թե ուրիշ ձևի, ոչ մեկ քեզ չի նայում, ոչ ոք չգիտի դու ով ես։ Բայց երբ որ ճանաչված ես, դու պատասխանատվություն է գալիս քո վրա, որպես մարդ, որ դու կարողանաս ամեն ինչ այնքան ճիշտ անես, բարկանալ, չբարկանաս, որ պետք է բարկանալ, որովհետև քեզ կարող մարդիկ են նայում։ Քեզ պահես ավելի հնարավորին չափ սսպված, որովհետև դու հայտնի ես, գուցե ինչ-որ տեղ դու մեղավոր չլինես, բայց քանի որ դու հայտնի ես, դու մեղավոր պետք է լինես, դրա համար այնքան զգույշ է պետք ապրել, իսկ այդ ամեն օրյա զգուշությունը վանը բերում է ինչ-որ բանի, բերում է ինչ-որ դիպրեսիայի, հոգնածության, բայց հետո խաղաղվում է, երբ որ տեսնում ես, դա քո խաչն է, որ պետք է կրես, եւ ուզած չուզած փորձում ես հնարավորին չափ խաղաղ ապրել։ Արմինե Գրիգորյան անուն ազգանունը իսկապես գրիչով գրված է եւ չի ջնջվում։ Ձեզ համար ինչպես է, որ հենց դուք եք Արմինե Գրիգորյանը եւ իսկապես դա ձեր խաչն է։ Պես եք դա տանում։ Շատ լավ եմ տանում, փառք եմ տալիս Աստծուն, նորից եմ ասում, որ ես Արմինե Գրիգորյանն եմ իմ անցած եւ ներկա կյանքով։ Ես հաջողակ մարդ եմ շատ, ես դա էլ եմ հաջողականություն համարում, որ ինձ տրվել է եւ ես կարծում եմ ամեն մեկին չի տրվում հայտնի լինելու հնարավորությունը, պետք է արժանանաս, որ կարողանաս վայելես, որովհետեւ երբ որ չես արժանանում, բայց այդպես մի ամից ստացվում է, որ դու հայտնի ես դառնում, դա ժամանակավոր թիթեռի կյանք է լինում։ Դա էլ ինչ որ ժամանակ տրվում է մարդուն, եթե մարդը չի ընկնում մեջքի վրա, ոնց որ քիչ առաջ ասացիք, ուրեմն շարունակական է լինում, իսկ երբ որ գնում է մեջքի վրա, սկսում է մեծամտանալ իրան տանում, դա ժամանակավոր մնում է այդ մակարդակի եւ մնում այդքան։ Ամեն դեպքում հանդիսատեսի սերը աշխատասիրության հետևանք է։ Բնականաբար նորից շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, ընդհանրապես հանդիսատեսին, որը նույնիսկ տարիների պաուզայից հետո նորից ինձ սպասեց։ Ես էլ խոստվեցի վերադառնամ եւ վերադարձա։ Շնորհակալ եմ բոլորին հատառհատ։ Այդ վերադարձը ավելի մեծ էր, քան ավելի երիտասարդ տարիքում հայտնիություն ձեռք բերելը։ Տարբերություն կար ձեզ համար։ Գիտեիք, որ սպասված եք լինելու։ Գիտեի երևի թե ինչ-որ տեղ, բայց տարբերությունը նրանում էր, որ դու գիտես, որ դու կարող ես ինչ-որ բան հետո անել, իսկ սկզբնական ժամանակ չէի երիտասարդ դերասանուհի էի, որը երգեց ու ճանաչվեց, երևի այսպես պիտի լիներ։ Ասել եք, որ թշնամուս չեմ ցանկանա չսիրելով ամուսնանա։ Այո։ Ինչ է սերը ձեզ համար։ Եվ հիմա երբ դուք միայնակ եք, ձեզ համար սա ընտրություն է իսկապես։ Սերը ինձ համար շատ կարևոր բան է եւ ոչ միայն ինձ համար, ընդհանրապես սերը նախ ինք իր տեսակով շատ լավ, բայց շատ վատ հիվանդություն է։ Հիվանդություն, որը մարդը կարող է սիրահարվել եւ սխալ գործել սիրո պատճառով։ Սերը շատ լավ բան է, պետք է պարտադիր սիրել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրի, ես մաղթում եմ, որպեսզի սիրեն գոնե մեկ անգամ իմանան ինչ է դա։ Իսկ սիրելով ամուսնությունը դա դժբախտություն է, նույնիսկ եթե ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է իրենց մոտ։ Թշնամուս չեմ ցանկանա չսիրելով ապրել, ամուսնանալ եւ ապրել, որովհետեւ մեկ օր արթնանաս սիրած մարդու կողքը, երկրորդ, երրորդ, լավ մեկ ամիս, բայց տարիներով արթնանալ չի կարող մարդը իր պսիխիկայով, իր տեսակով նորմալ մնա, որովհետեւ սիրելով ապրել հանուն ինչ որ բաների, դա ամենադաժան բանն է իմ կարծիքով։ Դրա համար մաղթում եմ մեծ սեր մարդկանց, սիրով ամուսնանալ, ապրել։
Այսօրվա երկարվեստում ձեզ ինչն է պակասում, ինչ կուզեիք տեսնել այսօրվա երկարվեստում, այսօրվա սոցցանցերում ինչն է խանգարում, ինչի կարիք կա մեզ այսօր։ Մեզ մոտ կարիք կա արդարության, որովհետև կան շատ երիտասարդ ձեր տարիքի չափազանց տաղանդավոր երգիչներ, որոնց ես նույնպես ժյուրի եմ Հայաստանի կողմից եւ տարբեր երկրներ ներկայացնում եմ մեր երիտասարդ երգիչներին, որոնք աննկարագրելի տաղանդավոր են, բայց ճանաչված չեն, ճանաչված են միայն այսպես մի քանի հոգի, ոնց որ եւ տեսնում եք սոցցանցերում հեռուստատեսությամբ անընդհատ նույններին, ես չեմ ասում նրանք վատն են, բայց անընդհատ նույնը լսելով լճացում է տեղի ունենում մեր շոուբիզում, կցանկանայի, որ երիտասարդներն էլ Երևան ճանաչվեն, որ ամեն ինչը փողով չլինի, ով գումար ունի տեսահոլովակ նկարի, ով չունի չնկարի, պետք է մի քիչ մի հատ ինչ-որ բան ստեղծել, որ նույնիսկ այն շատ անհնար գումար չունեցող մարդիկ էլ Երևան եթե ունեն տաղանդը պակասում է մեզ մոտ, տաղանդավոր երեխաներ կան, բայց չի երևում սոցցանցերում, երևում են իրենց տեսահոլովակներով, թանկ տեսահոլովակը կարող է եւ տեխնիկան կարողանում է փակել անտաղանդներին, տեխնիկայով փակում են եւ հնչում է միայն սիրուն ձայն, բայց կան երգիչներ, որոնք ունեն առանց տեխնիկայի օգնության բնական հզոր ձայներ, որոնց ոչ ոք չգիտի, հնարավորին չափ պետք է փորձել դրանց առաջ բերել, որ նույնը լճացումը տեղի չունենա մեզ մոտ, ոնց որ եւ տեղի է ունենում անընդհատ։ Քանի որ դուք ունեք շատ ձեր տեսակը, ես ուզում եմ ձեզ հարցնել, մենք շատ ունենք տեսակների պակաս այսօր, որտեղ մենք բոլորս գրեթե նման ենք իրար, անհատներ չկան, որոնց կարելի է լսել, հետևել, եւ հենց ձեր սերունդն էր, որ շատ այդպիսին էր։ Ինչու՞մն է այստեղ խնդիրը ձեզ։ Խնդիրը ես ասել եմ, էլի եմ ասում, խնդիրը չգիտեմ այդ բառը ոնց ասեմ, մոնոպոլիզված, մոնոպոլիա երևի, երբ որ ընդունված են մի քանի գործիքավորողներ, ասենք մի 5 գործիքավորող, միայն նրանք են ընդունված, մի 5 երգգրող, մի 5-6 տեսահոլովակ նկարող, իրանց շուրջ են, բոլորը ասում են սա լավն է սրա մոտ եւ դառնում է ձեռագրի նմանություն, նայում ենք տեսահոլովակ, երիտասարդ աղջիկներ, ռուզի վատը չեն իբրև թե նենց տեսքով ձայնով, բայց նույնությամբ է, երբ որ ռադիոյից մեքենայով վարելուց ռադիոն էսպես լսում եմ, ոնց որ նույն մարդիկ երգեն, որովհետեւ նույն գործիքավորողներն են, նույն երգի բառերը, իսկ արտաքնապես որ նայում ես, բոլորը իրար նման էսպես վիճակներով շուրթերը արած, մազերը, նույն, որտեղ նույն վարսավիրներն են, նույն բոտոքս եւ այլ անողները, դառնում են նույնություն, ձեռագիր չկա, գույն չկա, դրա համար հիմա ոլորտը շատ բան է, ոնց որ այդ հատվածը դատար կա, մի հատ մի քիչ գույնով մեկը երևում է անպայման կճանաչվի, որտեղ սաղ իրար են նման, թեկուզ մի քիչ վատ, բայց տարբերություն լինի, այ դա է պակասում մեզ մոտ, դրա կարիքը կա, դա պետք է նորից ու նորից հաշվի առնել, որ բացել, ինչի օրինակ, ինչից եղավ, որ 90-ականներին շատ ավելի երգիչներ հայտնվեցին, որտեղ այն ժամանակ մոնոպոլիա չկար, չկային հատուկ մի քանի արանժիրովщикներ, մի քանի լավերը իրանց մարդիկ, այ դա է այդ կաստանալ խանգարում, որ մեզ մոտ աճ դեպի վերև չի դնում, Հայաստանի մեջ ենք, Հայաստանից դուրս մեր շոու բիզնեսը չի առաջ գնում, իսկ այդ հենց բաներն են պատճառը, որ անդադ այդ հարևան բարեկամներ, հարևան քավոր բան, դրանք շատ իրար մեջ, մեր ազգի մեջ կա այդ բանը, մի քիչ բաց թողեք, օրինակ ոնց է ես բացի իմ օնսից շատ-շատերի, որոնք իմ օնք չեն, պարզապես տաղանդավոր մարդիկ են հնարավորություն եմ տվել, որ առաջ գնան Երևան, այդ այս բաներ պետք է արվի, որը չի արվում մեզ մոտ ցավոք դեռ։ Տիկին Գրիգորյան, բայց սա շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին է, այսինքն արվեստագետի հայացքի մասին է, երբ դու տեղ ես տալիս իսկապես մեկին, որը կապ չունի ձեզ հետ, բայց տեսնում եք նրա տաղանդը։ Հենց այստեղ է հարցս, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի որպես արվեստագետ, որոնք են ձեր մտահոգությունները այսօր մեր երկրի մասին։ Երկրի մասին ընդհանուր։ Եվ երկրի, եւ երկարվեստի։ Երկիրը տեսնենք ինչ կլինի, որովհետև այսօր աշխարհն է, տեսնում ենք ինչ է կատարում, 3-րդ համաշխարհայինի շեմին ենք, չտա Աստված։
Իսկ երկարվեստում պետք է մի խելոք մարդ հայտնվի, որը կարողանա վերցնել իր ձեռքը եւ այնպես անի, որ Երևանոր տարբերություն լինի, սա լավն է, սա վատն է։ Ընտրություն լինի, պետք է շատերը Երևան, ոչ թե 20 հոգի Երևան, որ իրանց մեջից իրանք լավ ու վատ է Երևան, պետք է շատերը Երևան, որպեսզի շատերի մեջից 25 կամ 25-ին ընտրեն։ Թե չէ որ պահում եք 20-ին, parza այդ 20-ի մեջ ոնց են չունի, դուք եք լինելու այս կողմ են կողմ, էլի։ Երկրի պես են էլի անում երկարվեստ, այդպես չպիտի լինի։ Համենայն դեպս հուսանք երևի մի օր կդզվի այս ամեն ինչը։ Եվ վերջում ինձ ասեք, խնդրում եմ 3 ձեր կյանքի կանոն, որը ձեզ միշտ ուղղորդել է եւ տարել է դեպի հաջողություն։ 3 կանոն։ Մեկը հավատքը դեպի իմ Աստվածը, մեր առաքելական եկեղեցին, մեր կրոնը։ Երկրորդը երևի թե ազնվությունը, անկեղծությունը։ Հանդիսատեսը շատ սիրում է ազնվությունն, երբ որ դու բնական ես։ Սուտը, ֆալշը ուշ թե շուտ նկատելու են։ Դրա համար է արվեստի մարդը կամ երկար կամ կարճ տևում, որովհետև բնական չէ։ Մի օր այդ անբնականը երևալու է, երբ որ մարդկանց հետ դու խոսում ես բնական իրենց լեզվով, առանց պոնտերի, առանց ձևերի, առանց ինչ-որ բաների, մարդիկ ասացված կա ռուսական, ասում է գուբանի դուրը, գուբան այդ հանդիսատեսն է, որը շատ լավ հասկանում է, ժամանակավոր կարող ես քեզ դնել եսի ինչի տեղ, բայց մի օր դա կպարզվի։ Եվ սերը ամեն ինչի հանդեպ այդ 3-ը, հավատք, ազնվություն, անկեղծություն եւ սեր ամեն երբ որ դու սիրում ես, սեր ամեն ինչի հանդեպ, կյանքի հանդեպ, ծառերի հանդեպ, Աստծո հանդեպ, ծնողիդ, ընկերներիդ, շրջապատիդ, ընդհանրապես կենդանու հանդեպ, չի կարող քո մոտ լավ չլինի, որովհետև սերը տալիս է միայն լավ, լույս է տալիս միայն, մաղթում եմ սեր բոլորիդ ձեզ նույնպես, մեծ սեր եմ մաղթում, սիրով ամեն ինչ հնարավոր է անել։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ Ալա ջան, հաճելի էր շատ։ Արմդուր լրատվականի հետևորդներ, իմ հյուրը այսօր երգչուհի, դերասանուհի եւ հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանն էր։